Վերջերս պարոն Ավնյան, մի լրագրող ձեզ հարց ուղղեց քրեական գործերի հետ կապված եւ դուք պատասխանեցիք, մեջբերում եմ։ Իմ հետ կապված իրավական գործընթաց չկա եւ չի կարող լինել։ Մեզ ում հասկանալ այս ինքնավստահությունը ձեզ մեջ որտեղից է գալիս։ Կարող է արդյոք այն փաստը, որ իրավապահ մարմինների հարազատներին աշխատանքների բաժանել անիֆում եւ լրեր կամ որ քաղաքապետարանում գլխավոր դատախազի ընտանիքի անդամներից եք աշխատանք տվել եւ ուրիշ իրավապահ մարմինների հարազատներին աշխատանք է տվել, կարեք եկեք, եթե սխալվում եմ, բայց կարող է փաստը ազդում է, որ դուք այսքան ինքնավստահ լինեք, որ որպես բարձր պաշտոնյա ձեր դեմ չի կարող քրեական գործ հարուցվի։ Շնորհակալ եմ, պարոն Զարոկյան, ես իմ վստահությունը գալիս է ընդհանրապես մի հանգամանքից, եւ այդ հանգամանքը այն է, որ որևէ իմ գործողությամբ վերջին 7 տարիների ընթացքում ես որևէ տեսակի նմանատիպ քրեական պոտենցիալ գործ ունեցող հոդվածով չի կարող անցնել, որովհետև իմ որևէ գործողություն չէր կարող հանգեցնել նմանատիպ քննության իմ նկատմամբ։ Իմ վստահությունը միայն այդ բացարձակ ճշմարտությունից է գալիս։ Խնդրեմ։ Ես կասկած չունեմ, որ դուք շատ լավ մտածված ձևերով եք այդ գումարները փոշիացրել, բայց այդտեղ այդ լրագրողը հետո նորեն հարցրեց ձեզի, հարցրեց ձեր հարաբերությունը պարոն Փաշինյանի հետ ինչպես է, եւ դուք ասեցիք մտերիմ։ Հիմա ես հասկանում եմ, այդ մտերմությունը արդյոք կարծում եք կարող է ազդեցություն ունենա, որտեղ մենք տեսնում ենք, որ այս երկրում իրավապահ մարմինները կարծում են ծառայում են իշխանությանը, ոչ թե ժողովրդին, եւ դրա վառ ապացույցը այս վերջերս Մասիվի թաղապետը, որ ծեծում էր բլոգեր Արտուր Չախոյանին 4-5 հոգու հետ, անմիջապես կռվից հետո ոստիկանությունը եկավ Արտուր Չախոյանը, ով ծեծ եկել է, ձերը բռնեց, գլուխը ծռեց, գցեց ավտոյի մեջ, թողեց թաղապետը նիստը վարի, հետո գնաց ճաշի, այսինքն այդ ինչ տպավորություն եք դուք ստեղծում, որ մեզ ասում եք ինստիտուտներ ունեք իրավապահ մարմինների, դա է ձեր ինստիտուտները, դա է ձեր կոռուպցիա բացահայտումները, վերջ։ Գեորգ Ստեփանյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։